Ըստ հարցումների հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիրներից առաջատար համարվող Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը այսօր հրապարակեցին ընտրական ցուցակների առաջին 3 տասնյակի անունները։ Տաշիր գրուպի սեփականատեր այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժը 36 թեկնածուի անուն է բացահայտել։ Ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում падգամավոր դարձած, ապա 1.5 տարի հետո մանդատից հրաժարված փաստաբան Արամ Վարդևանյանն է, երրորդն իրավաբան Գոհար Մելոյանն է։ Ցուցակի առաջին տասնյակում է ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Տեղական ինքնակառավարման մարմինների նախկին ու ներկա ղեկավարներ են ընդգրկված Գյումրիի փաստացի ղեկավար փոխքաղաքապետ, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը։ Ապրելու երկիր կուսակցությունից Ալավերդիի համայնքը մի շրջան ղեկավարած Արկադի Թամազյանը։ Նա պաշտոնը կորցրեց քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած անվստահության արդյունքում։ Ցուցակում է նաև 2.5 տարի բանտում անցկացրած Վանաձորի նախկին համայնքապետ, նախկին հանրապետական Մամիկոն Ասլանյանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցանքի, մասնավորապես համայնքի հողերը հանցավոր եղանակով օտարելու համար։ Նա մեղավոր է ճանաչվել, բայց վճիռը ուժի մեջ չի մտել, դեռ բողոքարկվում է։ Ուժեղ Հայաստանում նաև նրան են ամբասիր թեկնածու համարում։ Մարդիկ կան, որոնք իշխանություն են եղել, բայց ընտրովի պաշտոններում, այսինքն ժողովրդի կողմից են ընտրված եղել։ Եվ եթե անգամ նախկին իշխանություններից տարբեր մարդիկ կան, որոնք աշխատել են ժամանակին, դրանք մաքուր ձեռքեր ունեցող որևէ վատ արարք պետության, պետականության նկատմամբ չեն արել։ Այս հիմքով է կազմվել ցուցակը։ Ինչ անունով է Սամվել Կարապետյանի ուժը մասնակցելու ընտրապայքարին։ Առաջադրումներից 5 օր առաջ քաղաքացիական պայմանագրի նախաձեռնությամբ փոխվեց ընտրական օրենսգիրքը, որը խառնեց ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժի պլանները։ Տեխնացուներից Դավիթ Ղազինյանը չբացառեց, որ իրենց դաշինքը հենց ուժեղ Հայաստան կկոչվի։ Իշխանության հաճելի որոշում կայացվի ընտրական օրենսգրքի փոփոխություն, բայց ամեն դեպքում փոփոխությունը կատարված է, մենք հիմա քննարկում ենք վերջնական տարբերակը մասնակցության անվանից կապված կհրապարակենք։ Հնարավոր է, որ զուտ ուժեղ Հայաստան կոչվի եւ վերանայեք, քանի որ հնարավոր է նաեւ գրանցում չլինի այդ դեպքում։ Չեմ բացառում, բայց ամենայն դեպս թույլ չենք տա, որպեսզի իրենք հիմք ունենան չգրանցելու։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Սիլոյով մարդ, մի վախեցի Կարապետյանից, ինքը կեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, երկու բան ունի կեզ ասելու։ Ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան սրվում է իշխանության եւ ընդդիմության հռետորաբանությունը միմյանց հասցեին։ Վերընտրության ձգտող վարչապետը հիմնականում անդրադառնում է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Միլիարդատեր Կարապետյանի մասին այսօր նորից պնդեց։ Պարզ չի, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի տեխնացու եւ հետեւաբար վարչապետ։ Չնայած ցուցակը Նարեկ Կարապետյանն է ղեկավարում, ուժեղ Հայաստանը այսօր կրկին շեշտել է, հաղթելու դեպքում իրենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին են տեսնում։ Խորհրդարանում մեծամասնություն վերցնելու պարագայում մտադիր են փոխել սահմանադրական արգելքը, որով կառավարության անդամը, այդ թվում վարչապետը, պետք է վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի եւ նույն այդ ժամանակահատվածում էլ մշտապես բնակված լինի Հայաստանում։ 60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Վարչապետ Փաշինյանն ասում է, երբ Կարապետյանի բոմժ դառնալու մասին էր խոսում, ամենևին ունեզրկումը նկատի չուներ։ Այսօր վարչապետը կրկին պնդեց, թե Սամվել Կարապետյանը խոստումներ է տվել Հայաստանից դուրս իր ունեցվածքի վրա լծակներ ունեցողներին։ Միլիարդատերը ունեցվածքը հիմնականում Ռուսաստանում է կուտակել, բայց վարչապետը այսօր էլ երկրի անուն չտվեց։ Զգացել եք իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու
Եվ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Իսկ Սամվել Կարապետյանը կմասնակցի քարոզարշավին, իշխանությունը մինչև այս պահը նրա լռությանը տարատեսակ մեկնաբանություններ է տվել։ Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոսել, մտի ուղիղ եթեր 2 բառ ասա ժողովրդին, կամ լավ ինքնուրույն չես կարա 2 բառ ասես, այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա։ Գիտեք, մի կողմից իշխանությունները ասում են իրավունք ունի, կարող է, բայց դատախազության պատասխանը դեռևս չունենք։ Խոսքը վերաբերվում է ավելի մանրամասն, թե ինչպես կարող է ուզում ենք իրենց տված պարզաբանումով առաջնորդվենք, որ հետո խնդիր չառաջանա, որովհետև սրանցից ամեն ինչ սպասելի է։ Գիտեք, ասեն, դուք իրավունք ունեք, կարող եք, հետո հանկարծ մի ինչ-որ փոքրիկ այսպես նյուանս խախտվի, ասեն, խախտեցիք, ուրեմն խափանման միջոց ենք փոխում։ Պայքարը մանդատի համար չի, մենք խնդիր ունենք մեր առջև դրված կանխել այս չարիքի իշխանության վերարտադրությունը։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը կրկին Հայաստան դաշինք անվանումով է մտնում ընտրապայքարի մեջ։ 2021-ի ցուցակի առաջին նույն Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան եռյակով։ Գործող խմբակցության կազմի կեսից ավելին ցուցակում չեն, նրանց թվում խմբակցության ղեկավար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երկարամյա падգամավոր այժմ ՀՅԴ բյուրոն ղեկավարող Արմեն Ռուստամյանը։ Գործող падգամավորներից, ովքեր ներառված չեն, հիմնականում դա տեղի է ունեցել իրենց ցանկությամբ։ Նպատակահարմար են գտել այս անգամ ցուցակում չլինելու, հաճախ նաև եթե տեսնում եք, մեր ցուցակը բավականին երիտասարդներ են ներգրաված, տեղ եւ ճանապարհ տալով երիտասարդներին դրանով է պայմանավորված։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էր, հենց նա էլ ղեկավարելու է Հայաստանի շտաբը։ Ընդդիմադիր երկու ուժերն էլ դաշինքով են մասնակցելու ընտրությանը, երկուսն էլ ոչ հարուստ քաղաքական անցյալ ունեցող ուժերի հետ։ Ուժեղ Հայաստանը նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցությունների, Հայաստան դաշինքի առանցքը կազմող դաշնակցությունը առաջ կուսակցության հետ։